Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին Էվելինա Ստեփանյանը հանգստից վերադառնալուց հետո լիովին նվիրվել են իրենց աշխատանքային գրաֆիկին, սակայն չեն մոռանում պահել ժամանակ միմյանց համար։ Նրանք այն զույգերից են, ովքեր լավ գիտեն, որ աշխատանքային հաջողության գաղտնիքներից մեկը նաև սիրով լցված առօրյան է, որտեղ կա շփում, ջերմություն ու հանգստություն։ Այս հանգստյան օրերին զույգը որոշել էր փախչել Երևանի ամենօրյա ռիթմից ու ուղղվել դեպի իրենց ամենասիրելի վայրը՝ Սևան։ Սևանն ունի նրանց հիշողություններն ու փոքրիկ պատմությունները, որոնք նրանք ամեն անգամ վերապրում են այնտեղ վերադառնալիս։ Լևոնն ու Էվելինան չէին ընտրել շքեղություն կամ հատուկ ռոմանտիկ հյուրանոց, այլ նախընտրել էին պարզությունն ու իրենց համեստ, բայց սրտամոտ վայրերը։ Ճանապարհին նրանք ըստ իրենց սովորության կանգ էին առել տեղական փոքրիկ կրպակներից մեկում գնել իրենց սիրելի հյութը։ Դա դարձել է փոքրիկ ավանդույթ նրանց համար։ Ամեն անգամ Սևան մեկնելիս Լևոնը չի մոռանում գնել այդ մրգային հյութը, որն Էվելինան ամենից շատն է սիրում։ Էվելինան իր ինստագրամյան էջում կիսվել է այդ գեղեցիկ պահերով, խոսել Սևան մեկնելու մասին և այլ հետաքրքիր բացահայտումներ արել, որը մեծ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Այս զույգի պատմությունը զարմանալի ներդաշնակության ու հարգանքի օրինակ է։ Նրանք իրենց հանրային ու անձնական կյանքում պահպանում են այն նույն խորը կապն ու ջերմությունը, որը երբեք չի մարում հրապարակումների ու տեսախցիկների հետևում։ Ակնհայտ է, որ նրանք վերադարձել են ոչ միայն հանգստացած, այլև նոր ուժերով լցված, պատրաստ նոր նկարահանումների ու նախագծերի, իսկ Սևանն էլ ինչպես միշտ մնացել է նրանց սրտերում որպես սիրո հանգրվան։ Դիտեք տեսանյութն առանց մեկնաբանության, չմոռանալով գրել ձեր կարծիքները և իհարկե գրեք, թե Լևոնի որ կերպարն եք ամենաշատը հավանում։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանը բացի Վերջին զանգը հեռուստասերիալից նկարահանվել է այլ նախագծերում ևս։ Հիշում եք, որ նախագծերում է նկարահանվել Լևոն Մկրտչյանը։ Գրեք։ Մտածեցինք, հասկացանք, որ մենք էլ պակաս սիրված չենք, որպես երեխաներ։ Գնանք մեր տանը նշենք։ Այս իմ ամենասիրած բանն է, ապլիպիխայի սիրոպ, որը մենք կարանք սարքենք սոկ համաբանը ու օգտակար չենք կարող չափնել։ Մեր ամենասիրած տեղերը Սևանում, այդտեղ առաջինը Սեմոյի մոտ, չի քննարկվում, երկրորդը Յասաման, ասում են, ինչ էր անունը էդ, որ զանգեցինք չկար տեղ։ Գագար։ Գագարի մոտ ասում են, էդ էլ շատ համով են, նրա մեր ընկերներ են ասում, Լևի պապան մաման են ասում, շատ համով է, բայց տեղ չկար էլի։ Մենք Յասամանում ռիզերվ ունենք, մի քիչ ուշ իհարկե, Սեմոյի մոտ կատեգորիկ տեղ չկար, բացառվում։ Մի օր մի այդոց է մոտեցել ինձ, ասում է Ազիզ ջան, այդ մակիաժը տով է անում, իրան փոխի, քեզ գեշացնում է, չի կարողանում լավ անի նորմալ ճաշակով, մակարդակով։ Դե քանի որ ես շատ երկար սպասել էի իր բովանդակալից կարծիքին, մտածում եմ ինքս ինձ ումով փոխարինեմ ամեն օր լավ ում մոտ գնա։ Բարի օր բոլորին, ես այս պահին գտնվում եմ մի քիչ հեռու, բայց ու սրտե ձեզ հետ եմ ու առհասարակ ռադիոյի օրը կարծում եմ ուրախացրել է և մեզ, մարդկանց, ովքեր աշխատում են ռադիոյում, և իհարկե ռադիոն սիրող և ռադիոյի հետ օրվա մեծ մասը կամ որոշակի հատված անցկացնող մարդկանց։ Ես ուզում եմ, որ մեր կապը լինի անբաժան, մշտական ու հարատև։ Անհամբեր սպասում եմ երբ եմ գալու և միանալու ռադիո Ավրորա թիմին, շարունակելու մեր աշխատանքը։ Շնորհավորում եմ ոչ միայն մեր սիրելի ռադիոլսողներին, այլև իմ սիրելի ռադիո Ավրորայի մեծ թիմին ու գործընկերներին։ Նորից ողջույն բոլորին, շատ եք մեզ գրում, թե ինչի ակտիվ չենք, ինչի լիքը սթորիներ չենք անում, չենք պատմում, որտեղ ենք, ուր ենք գնում, ինչ ենք տեսնում, ինչ ենք ուտում, մի խոսքով։ Առհասարակ մի քանի պատճառ կա դրա համար ու գլխավորներից այն է, որ հանգստի ժամանակ ցանկալի է մի քիչ կտրվել գոնե այդ վիրտուալ աշխարհից։
թեև հեռախոսից դժվար է կտրվել է, որովհետև դու ուրիշ երկրում ես, ուրիշ քաղաքում ու անընդհատ ինչ-որ ինֆորմատիվ հարթակներից ես օգտվում։ Մի խոսքով, ուզած-շուզած հեռախոսը մեր ձեռքում է անընդմեջ։ Բայց դե գոնե վիրտուալ կյանքից մի քիչ հեռվանանք։ Լիքը բան ենք նկարել, երբ որ կամ կհրապարակեմ հաստատ, կպատմեմ ինչ-ինչ բաներ։ Հա, ինչ էի ասում, մոռացա ճիշտացած արդեն, բայց ինչևէ, հանգստի ժամանակ գոնե արժի մի քիչ կտրվել, ինչ ասա, մի քիչ կտրվել համացանցից։ Բացի այդ, այստեղ այնքան ամեն ինչ սիրուն է, այնքան տեսնելու բան կա, որ չես էլ հասցնում։ Լիքը դեպքերում ուզում ես ֆոտոներ անես, վիդեոներ անես ու դրա ժամանակն էլ չկա մեծ հաշվով, ուզում ես ամեն ինչի, դե մի արա։ Այստեղ մարդ կա ինձ խանգարում է, բայց ես կասեմ, կվերջացնեմ միտքս։ Մի խոսքով լիքը բաներ եմ նկարել, որոնք կպոստեմ, կկիսվեմ ընկերներիս հետ, ընտանիքիս անդամների հետ, լիքը կոնտենտ ունենք։ Լիքը կոնտենտ։ Բայց լուրջ եմ ասում, մեկ-մեկ նույնիսկ այդ հեռախոսը չես ուզում հանես, չես ուզում նկարես, չես ուզում վիդեո անես, սիրուն թվում է թե օй գնում ենք հավեստեղեր, սենց հատուկ կազմել եմ ինչ-որ շորեր եւ այլն վերցրել եմ, որ այստեղ սենց կնկարվեմ, նենց վիդեո կանեմ, բայց դրա ժամանակն էլ չկա, այս ամեն ինչը ուղղակի տեսնել ու զգալ է պետք։ Ինչ ենք մենք այսօր ասում, Աչքի կայֆ։ Աչքի կայֆ, լավն ասում աչքի։ Լես շենքը ցույց տա։ Հա, դե ամեն քայլափոխին կա սիրուն բաներ, շատ սիրուն։ Կավարտա միտքս այնուամենայնիվ ու այնքան դե մի շատ է մի խոսքով էմոցիաները, շատ է սիրունությունները ու ուզում ես ամեն ինչ տեսնես, ֆիքսես, ապրես, առանցնել ժամանակը շատ կարճ է։ Դրա համար երբեմն նկարելու, նկարվելու պահն էլ չի լինում։ Բայց կան ինչ-որ բաներ, որոնք որ կհրապարակեմ։